Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 23-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր մենք ունենք կարևորագույն հարցեր քննարկելու, Ստիվ Ուիտկոֆը, կարևորագույն դեմք Դոնալդ Տրամփի թիմում նորից հիշեցրեց հայ-ադրբեջանական խաղաղության process-ի մասին, անչափ կարևոր ինֆորմացիա մեզ համար, Իլհամ Ալիևը արեց հայտարարություններ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, անպայման ուսումնասիրենք այս երկու հայտարարությունները, ինչի մասին են իրանք ասում, ինչքան են կարևոր մեզ համար, այդ ինչ մեսիջներ են, անպայման այսօր նաև կխոսենք նորից Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների, ծանր է process-ը գնում, բանակցային process-ը պետք է որ վերսկսվեր, ինչքան գիտեմ չի վերսկսվում, բայց ստեղել նորություններ կան, պետք է քննարկենք, Լիբանան, Իսրայել ծանր հարաբերություններ, Հեզբոլլա շարունակում է պայքարը Իսրայելի դեմ, Իսրայելը Հեզբոլլայի դեմ, ստեղել մենք չենք տեսնում զինադադարի ֆիքսում, Ռուսաստանը շարունակում է ինֆորմացիոն պատերազմը հայ ժողովրդի դեմ, Հայաստանի դեմ, շատ լավ է, որ մեր կառավարությունը ստեղծեց Ստուգել.am կայքը, որի շնորհիվ դուք կարող եք ստուգել այս կամ այն հայտարարությունը, որը արվում է կամ Ռուսաստանի կողմից դեզինֆորմացիա, տեղեկատվություն տարածելու նպատակով կամ ներսում Հայաստանի առանձին քաղաքական ուժերի կողմից տարածված դեզինֆորմացիան նայենք այդ կայքը ոնց է աշխատելու, գաղափարը շատ լավն է, կայքի ներկայացումը երեք եղավ կառավարության համապատասխան ստորաբաժանման կողմից, անպայման դրա մասին էլ մենք կխոսենք, ոնց օգտագործել այդ հնարավորությունը, որ մեր հասարակությունը տեղյակ լինի, Ռուսաստանը նորից անդրադարձավ այն թեմային, որը կոչվում է կոնցեսիա Ռուսաստանի մեր երկաթգծերի վրա, ստեղ շատ խայտարակ ես կասեի հայտարարություն արեց պաշտոնյաներից, բարձր պաշտոնյաներից մեկը Ռուսաստանի, ուրեմն ունենք այսօր էլ շատ կարևոր հարցեր քննարկելու։ Դուք գիտեք, մեր ավանդույթի համաձայն միջև սկիզբը մեր աշխատանքի պարբերաբար ես դες ներկայացնում եմ սպորտսմենների, մարզիկների Հայաստանի հաջողությունները, մեր գիտնականների, մշակույթի գործիչների հաջողությունները, դա շատ կարևոր է հայության համար, հայ ժողովրդի համար, որ մենք զգանք, որ մեր ազգը զարգանում է, ուժեղ է, ուրեմն մեր մարզիկները նորից մեզ ուրախացրեցին, Եվրոպայի առաջնությունը Ալբանիայում գնում է կապված հունա-հռոմեական ըմբիշների մրցակցության հետ, մեր ըմբիշները լուրջ հաջողությունների հասնում ենք, մենք էլի սպասելիքներ ունենք, բայց այդ հաջողությունները ուզում եմ ֆիքսել, Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 5-րդ անգամ, լեգենդար երիտասարդ, բայց միաժամանակ լեգենդար մեր սպորտսմենը, մարզիկը, ըմբիշը, շնորհավորում եմ Մալխաս Ամոյանին այս մեծ հաջողությունների ու ինքը բարձր է պահում Հայաստանի պատիվը Եվրոպայում ու աշխարհում Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը ծանր պայքարում հասան նրան, որ բրոնզե մեդալներ ստացան, նվաճեցին։ Սուրեն Աղաջանյանը արծաթե մեդալ, պետք է ճիշտը ձեզ ասեմ, նայել եմ այս պայքարը Սուրեն Աղաջանյանի ու շատ մոտ էր ինքը չեմպիոն դառնալու Եվրոպայի, բայց ցանկացած դեպքում դա մեծ հաջողություն է արծաթե մեդալ ստանալ։ Հիմա միջև սկիզբը մեր աշխատանքի նաև պետք է հիշեցնեմ ու խնդրանքս է բաժանորդագրեք, կիսվեք, լայքեք։ Այս ծանր պայքարում, ծանր ժամանակահատվածում, երբ որ եւ
տարբեր փորձագետներ եւ քաղաքական գործիչներ մտնում են այս միջկուսակցական պայքար ընտրությունների հետ կապված, շատերը կորցնում են օբյեկտիվությունը, պետք է պարզե առաջ տանեն այն կուսակցությունների շահերը, որոնց հետ իրանք կապեցին իրանց ընտրական սպասելիքները, ու էլ ավելի կարևոր է դառնում, որ մեր YouTube-յան ալիքը, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքը անաչառ է։ Մենք կապ չունենք այդ ներքաղաքական պայքարի հետ, ու այս օբյեկտիվ ստուգված, վերստուգված ինֆորմացիան էլ ավելի կարևոր է դառնում սփյուռքայության համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ուրեմն խնդրում եմ լայքեք, տարածեք մեր նյութերը։ Հիմա այսօր պետք է ասեմ, որ վերջի օրն է, ապրիլի 23-ը, վերջի օրն է, երբ որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է գործեր կուսակցություններից։ Դուք գիտեք, կուսակցությունները, եթե ուզում են մասնակցել ընտրությունների, մինչև ապրիլի 23-ը պետք է գործերը հանձնեն։ Հետո հանձնաժողովը սկսում է ստուգել այդ գործերը, լիարժեք փաստաթղթեր հանձնված են թե ոչ եւ այլ, բայց մինչև 23-ը, ուրեմն վերջի օրն է, ես պետք է ասեմ, որ մինչև այսօր միենակ 23 կուսակցություններ կամ դաշինքներ գրանցեցին իրենց հաշիվը կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դա նշանակում է, եթե այսօր նոր կուսակցություններ չգրանցեն իրենց հաշիվները, այդ այլ պրոցեդուրա է, շատ կարևոր, ուրեմն 23 կուսակցություններից կամ դաշինքներից ավել ուժեր չեն լինի։ Բայց ցանկացած դեպքում ուժ, որը օրինակ գրանցեց բանկային հաշիվը կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դա չի նշանակում, որ կհասցնի հանձնել բոլոր գործերը։ Բայց կարծես թե թիվը մոտավորապես 23 կամ կուսակցություններ կամ դաշինքներ կմասնակցեն այդ ընտրությունների, ու շատ ուշագրավ էր, որ մի քանի ուժեր միջև այսօրվա վերջի օրվա հասցրեցին գործերը հանձնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ու դրանց մեջ կա բոլորին դեմ M կուսակցությունը։ Այդպես նախաձեռնությունով մարդիկ հանդես եկան, բոլորին դեմ ենք։ Իրանք ասեցին, որ պատրաստ են համագործակցել քաղ պայմանագրի հետ։ Դուք նկատել եք մեծ մասը կուսակցությունների, ովքեր հայտ ներկայացրեցին, որ կմասնակցեն ընտրությունների, հակառակը իրանք շեշտը դնում դրա վրա, որ ոչ մի դեպքում, ոչ միջև ընտրությունները, ոչ էլ ընտրություններից հետո ոչ մի դեպքում չեն համագործակցի քաղ պայմանագրի հետ, իշխող ուժի հետ, բայց այս բոլորին դեմ M կուսակցությունը, որը բերեց հանձնեց իր գործերը 3 կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում են, որ մենք պատրաստ ենք համագործակցել քաղ պայմանագրի հետ։ Քանի որ շատ են տրամադրությունները ուժեղ մեր հասարակության մեջ, բավական զգալի մասը մարդկանց ոչ կողմորոշված են, չեն կողմորոշված դեռ, շատերը եւ նախկիներին եւ այսօրվա իշխանություններին քննադատում են, բոլորին դեմ բավական հետաքրքիր նախաձեռնություն է։ Հիմա Միացյալ Նահանգներ, Իրան։ Դուք գիտեք, շատ ծանր հիմա գնում է process։ Հայտարարություններ Իրանի կողմից, հայտարարություններ Միացյալ Նահանգների կողմից, կգնան, չեն գնա, կշարունակեն, չեն շարունակի, Իսլամաբադում, Պակիստանում բանակցությունները, ինչքան հասկանում եմ, դեռ չեն վերսկսե, նու գոնե այս պահին դեռ չեն վերսկսե, բայց ինչ է ասում Թրամփի ադմինիստրացիան։ Թրամփի ադմինիստրացիան ասում է, որ մենք գիտենք ում հետ ենք մենք ուզում բանակցել Իրանի հետ։ Ստեղել կա խնդիր, դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները չեն ուզում ոչ մի առնչություն ունենալ հոգևոր առաջնորդների հետ Իրանի կամ այս ձևի մարդկանց հետ, իրանք ուզում են առնչվել միայն Պեզիշկյանի հետ կամ պարլամենտի ղեկավարի հետ, ու դա է պատճառը, որ իրենք ասում են, որ մենք գիտենք ում հետ ուզում ենք մենք բանակցել։ Դա նաև նշանակում է, որ իրանցիք տարբեր առաջարկություններ են անում։ Մյուս կողմից ներկայացուցիչները
Տրամպի ադմինիստրացիայի ասեցին, որ 21-ին ապրիլի ավարտվեց այդ երկու շաբաթյա զինադատարը ու Դոնալդ Տրամպը մի քանի օրով հետաձգեց, տարբեր լուրեր կան, որ մինչև ապրիլի 26-ը ինքը տվեց ժամանակ իրանցիներին կողմորոշվելու գալ բանակցությունների, բայց ի պաշտոնե չեն հաստատում ամերիկացիք, որ խաղաղությունը մինչև 26 թիվը կամ զինադատարը կհաստատվի, կշարունակվի։ Ես կարծում եմ, որ ամերիկացիք հիմա ինչ են ասում, որ մենք պատրաստ ենք բանակցել, քանի որ Պակիստանը մեզ խնդրում է, Պակիստանը միջնորդ է, բայց ես պետք է ասեմ, որ ակնհայտ է, որ Դոնալդ Տրամպը հասկանում է, որ իր դիրքերը, եթե բանակցությունները ու զինադատարը չշարունակվի, իր դիրքերը Միացյալ Նահանգներում ել ավելի կթուլանան, ուստեղ ոչ մի կապ չունի այդ Տրամպի որոշման հետ զինադատարը երկարացնել մինչև ապրիլի 26-ը, ոչ մի կապ չունի Պակիստանը, ստեղ ուղղակի պրագմատիկ Դոնալդ Տրամպը հասկանում է ինչքան քննադատական խոսքեր է հնչում Ամերիկայի ներսում այս պատերազմի դեմ, դա է պատճառը, որ ինքը վախում է նոյեմբերին պարտվել կոնգրեսի ընտրությունների ժամանակ ու չի վերսկսում ուժային քայլերը։ Ամերիկացիք անընդհատ ասում են նաև Դոնալդ Տրամպը, որ մենք սպասում ենք պատասխանը Իրանից, ինչ են ուզում, ինչ են սպասում, որ պատվիրակությունը կլինի։ Բայց ճիշտը ձեզ ասեմ, որ իրանցիք էլ, քանի որ մեծ փորձ ունեն դիվանագիտական, բավական նուրբ վարում են բանակցային process-ը, գիտեն, որ ամերիկացիք բավական խոցելի են նոր պատերազմ սկսելու իմաստով, իրանք են ձգձգում են, պահանջում են, նախապայմաններ են դնում, օրինակ իրանցիք ինչ են ասում, ամերիկացիք մեզ սպառնում են, չեն կարող լինել բանակցություններ այդ սպառնալիքի ֆոնի վրա։ Ես պետք է ասեմ, որ Պենտագոնը ինչ է ասում, որ Հորմուզի նեղուցում ականազերծման process-ը, եթե կողմերը համաձայնվեն անցկացնել ականազերծման process-ը Հորմուզի նեղուցում, դա կտևի նվազագույնը կես տարի։ Լուրջ է վիճակը։ Իրանցիք հայտարարություններ տարբեր անում են, նաև պարոն Պեզիշկյանը նախագահան ինքը ինչ է ասում, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ, խաղաղությունը շարունակել, մենք պատրաստ ենք, բայց Միացյալ Նահանգները սպառնում են մեզ, Միացյալ Նահանգները շարունակում են Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ուրեմն բարդ խուճուճ այդպես վիճակ է, նայենք որտեղ է գնալու զարգացումները, որ ուղղությամբ են գնալու, բայց հստակ կարող եմ ասել, եթե Տրամպը վերսկսի ռազմական գործողություններ, իր գործերը եւ աշխարհում կբարթանան եւ ամենակարևորը Միացյալ Նահանգների ներսում իր վարկանիշը ավելի անկում կապրի։ Ես հիշում եք ձեզ ասել եմ, որ այն փաստաթուղթը, որը ստորագրեցին Լիբանանը Իսրայելի հետ Վաշինգտոնում բոլորը գովում էին, իրոք լավ է, երբ որ ուզում են կողմերը խաղաղության հասնել զինադատարի, բայց քանի որ այդ բանակցային process-ում Հեզբոլլան չկար, Լիվանի կառավարությունը թույլ է չի կարող զինաթափել Հեզբոլլայի խմբավորումները, պարզ է, որ չի աշխատի ու մենք տեսնում ենք այդ պատերազմական բարիս բնիմաստով գործողությունները Հեզբոլլայի Իսրայելի միջև, Հեզբոլլան մեղադրում է Իսրայելին, որ Իսրայելը խախտում է զինադատարի պայմանները, ուրեմն ստեղել բարդ վիճակ է, ինչքան էլ փաստաթուղթ չստորագրես, եթե դրա մեջ չես ներգրավում բոլոր խաղացողներին, Հեզբոլլան ներգրաված չի, պարզ է, որ խաղաղությունը չի հաստատվի։ Հիմա իրոք կարևոր որոշում ընդունեցին մեր կառավարությունում։ Կառավարության մեջ կա, գիտեք, մի ստորաբաժանում, որը ապահովում է կապը կառավարության հասարակության հետ ու այդ ինստիտուտի ղեկավարը այդ ստորաբաժանման Գոր Ծառուկյանը երեք խոսեց նրա մասին, որ իրանք ստեղծել են Ստուգել.am կայքը, որը 3 ֆունկցիաներ կունենա։ Առաջինը տեքստերը ստուգելու, մարդիկ կարողանան, օրինակ, ես կարդում եմ ինչ-որ տեքստ, ինչ-որ զելմեներում, այդ տեքստը ստուգելու համար մտնում են ստուգել
կայքում ու այս կայքը ինձ տալիս է ինֆորմացիան, որն է սխալը, որն է սուտը այս տեքստում։ Անչափ կարևոր է վերիֆիկացիա անցկացնել այն ինֆորմացիայի, որը մենք լսում ենք տարբեր տեղերից ու առաջ երթին Ռուսաստանից։ Հոսքեր, ինֆորմացիոն ստերը լցված են, գալիս են։ Նայենք ոնց է աշխատելու այդ կայքը, շատ կարևոր է, ես էլ կփորձեմ աշխատացնել, ստուգել այն ինֆորմացիան, որը ես ուզում եմ ստուգել, վերստուգել, բայց այդ պլատֆորման իմ կարծիքով տեղին է, ժամանակին է։ Երկրորդը ֆոտոները ստուգել, ասենք նկարը դրված է, համապատասխանում է այդ նկարը, թե ոչ իրականության, օրինակ մեկ հաճախ տեսնում եք նկարներ կապված Ղարաբաղի հետ եւ այլ իրադարձությունների, հաճախ չեն համապատասխանում իրականության, բայց ազդում են մեր հասարակության տրամադրությունների վրա, նույնը վիդեոների հետ կապված վիդեո նյութերը շատ անգամ կամ սուտ են, կամ կեղծ են, կամ օգտագործվում է արհեստական բանականության մեխանիզմը, ստեղ էլ այս ինստրումենտը կարող է, պլատֆորման կարող է մեզ աջակցել։ Անչափ դա կարևոր է, կրիտիկական քննադատական մտածելակերպը պետք է ուժեղացնենք մեր հասարակության մեջ, որ մարդիկ հալած յուղի տեղ սուտը չընդունեն, այլ ստուգեն։ Նայենք ոնց է դա աշխատելու, հույսով եմ, որ դա կաշխատի, ու այդ ակտուալ որոշում է մեզ մոտ Հայաստանի ներսում, քանի որ անհրաժեշտությունը ստուգել, վերստուգել ինֆորմացիայի շատ պետք է։ Օրինակ, լրագրողներից մեկը, Ռուսաստանի լրագրողներից մեկը, ինչ հայտարարություն արեց երեկ։ Ինքը ասեց, որ մասնագետները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն դեպքում ունի 30% ձայն։ Մոտավորապես նույն վարկանիշը ունի ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ու ինչ որ թվեր է տալիս, ինչքան տոկոս ունի Քոչարյանը, իր գլխավորած ուժը, Գագիկ Ծառուկյանը, ինչ որ տոկոսներ են, հետո անում է եզրակացություն, որ եթե գոնե 55% քաղաքացիներ Հայաստանի, ովքեր ունեն իրավունք քվեարկելու գան ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը կպարտվի։ Ու հղում արվում է ինչ որ փորձագետների։ Գիտեք, այս ձևի հայտարարություններ ցանկացած մարդ կարող է անել։ Օրինակ, երբ որ ես ձեզ ասում եմ վարկանիշները տարբեր ուժերի, ես չեմ հենվում միայն իմ վերլուծության վրա, ես նաև հենվում եմ սոցիոլոգիական հարցումների վրա։ Օրինակ, IRI-ի դա հանրապետական ինստիտուտն է Միացյալ Նահանգների ու ժամանակը ցույց տվեց, որ բավական adekvat իրանք ուսումնասիրություն կատարում են։ Ու ես հղումը տալիս եմ։ Ստեղ ոչ մի հղում ասում է, չէ, Նիկոլ Փաշինյանը չունի բարձր ռեյտինգ։ Ես էլ ասում եմ ունի։ Ու ստացվում է, որ ոչ մի հիմք չունեցող մարդը ինչ որ հայտարարություն անում է Ռուսաստանի քաղաքացի։ Բացի դրանից, գիտեք, ինչ միտք տարածեց այս լրագրողը Ռուսաստանի։ Ինքը ասում է, որ Փաշինյանը շանս չունի հաղթող դուրս գա, կպարտվի, ուրեմն մի շանս ունի փրկվելու ընտրությունները չեղյալ համարելու։ Հրաժարվել ընտրություն անցկացնել։ Այդա իրոք սադրանք է։ Հենց մեր ուժը այսօր Հայաստանի նրանում է, որ ընտրության մեխանիզմը Հայաստանում աշխատում է վերջի 7-8 տարի ու լեգիտիմ են իշխանությունները։ Մենք կարող ենք դժգոհ լինել աշխատանքով իշխանության, կարող ենք գոհ լինենք, կան այս ձևի մարդիկ, այն ձևի մարդիկ, բայց լեգիտիմ է իշխանությունը։ Մենք չենք կարող ասել, որ դուք իրավունք չունեիք այս քայլը անել, քանի որ չեք ընտրվել, ինչ է եղել նախկինում, հիմա չկա։ Բայց այս մարդիկ տանում են գիծ դելեգիտիմացնելու համար մեր ընտրությունները։ Ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարվի անցկացնել ընտրություններ։ Ինչու՞ է խնդրեմը։ Մեր մոտ ընտրական համակարգը աշխատում է, մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, ինչու մենք պետք է հրաժարվենք անցկացնել ընտրություններ ու զավթենք իշխանություն։ Որն է դրա տրամաբանությունը։ Բայց այս ձևի հայտարարությունները, այստեղ հնչած թվերը
Ես հույսով եմ մենք կկարողանանք ստուգել այս նախաձեռնությամբ, որով հանդես եկավ մեր կառավարության ստորաբաժանումներից մեկը, ստուգել այս կայքի միջոցով։ Հույսով եմ կփորձենք աշխատացնել այդ ինստրումենտը, նայենք ոնց է աշխատում։ Հիմա ինչ է ասում Շևցով։ Կա մարդ, որի ազգանունը Շևցովն է, ինքը Ռուսաստանի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն է։ Կոպիտ ասած Շոյգուի Սերգեյ Շոյգու տեղակալն է։ Ու այդ Շևցովը սկսեց խոսել, գիտեք ինչի մասին, կոնցեսիայի մասին Ռուսաստանի մեր երկաթգծերի վրա։ Ու սկսեց ինչ-որ թվեր ասել, եթե Հայաստանը ուզում է, որ մենք հրաժարվենք այդ կոնցեսիայից, դուք գիտեք Հայաստանը դնում է այդ հարցը, Նիկոլ Փաշինյանը Պուտինին ապրիլի 1-ին հենց դրա մասին ասեց, որ մենք ուզում ենք, որ այս կոնցեսիան փոխանցվի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը ոչ ուզում է վերանորոգել մի քանի հատվածներ մեր երկաթգծի, որը անչափ կարևոր է Հայաստանի համար ապաշրջապակման հետ կապված, Թուրքիայի հետ մասը, դեպի Թուրքիա գնացող երկաթգծի Գյումրի-Ղարս եւ Նախիջևանի հատվածը, Սադարակ երասխ, ու մենք ուզում ենք, որ Ռուսաստանը կոնցեսիա ունենալով վերականգնի, Ռուսաստանը չի ուզում վերականգնել, ու ընդհանրապես չի ուզում հրաժարվել կոնցեսիայից։ Մեր կառավարությունը օֆիցիալ դնում է այդ հարցը, ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանը օֆիցիալ դրեց հարցերը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Հիմա Շևցովը պատասխանում է, փաստորեն դա պատասխանն է Ռուսաստանի կառավարության, որ իրանք չեն պլանավորում հրաժարվել այդ կոնցեսիայից ու սկսեց կրակել թվեր։ Ինքը ասում է, եթե նույնիսկ ինչ որ մեկը ուզենա առնի, մենք կծախենք $250 միլիոն։ Որտեղից վերցրեց այդ թիվը, որ կոնցեսիան արժի $250 միլիոն։ Երկրորդը, ինքը ասեց, որ ամեն տարվա էքսպլուատացիան շահագործումը երկաթգծի պահանջում է $40 միլիոն։ Մենք տեսել ենք այդ փողերը, ոչ ոք չտեսել Ռուսաստանի կողմից ներդրված այսդեպի փողեր։ Ինքը ասում է, այն հատվածը, որը Նախիջևանի հետ պետք է կառուցվի, $40 միլիոն է պահանջում, ձեզ ասեմ, Նախիջևանի հատվածը 1.5 կիլոմետր է երկաթգծի, ու ինքը մեր վրա դա ուզում է ծախել $40 միլիոն։ Այն հատվածը, որը Իջևանի հատվածն է, այնտեղ դուք գիտեք, եթե մենք ուզում ենք Տավուշում կապ վերականգնենք, այնտեղ մոտավորապես 10-12 կիլոմետրանոց հատված է։ Մեր վրա իրանք ուզում են ծախել $400 միլիոն։ Ու այո, մենք պետք է ջախջախենք այս ձևի ավանտյուրաներ ստեր։ $400 միլիոն արժի իրանք ասում են 10 կիլոմետրանոց հաստվածը Տավուշում, որ վերականգնվի, որ մենք ունենանք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթգծային կապ։ Հետո ինքը ծավալվեց, գիտեք ինչ հարցով, ինքը ասում է, եթե Եվրոմիություն ուզում է Հայաստանը մտնել, ավտոմատ ԵԱՏՄ-ում խնդիրներ կլինեն, ավտոմատ չեն գա հազարավոր, միլիոնավոր տուրիստներ Ռուսաստանից եւ այլ, ու հաշվեց ինչա մեր վրա դա նստելու։ Մանիպուլյացիաները նվազագույն, բայց այդ թվերը սակ սուտ են։ Միտքս ինչու՞մ է կայանում։ Այդ ինֆորմացիոն պատերազմը մեր դեմ շարունակում է ու մենք պետք է նաև կառավարությունը իր քայլերը անեն ու մենք էլ պետք է բացատրենք հասարակությանը որտեղ է սխալը, որտեղ է ճիշտը։ Իդեպ ասեմ ձեզ, եւ ոչ միայն եվրոպացիք մտահոգված են ու այս եվրոպացիների առաքելությունը, որը որոշում կա հաստատել Հայաստանում մշտական հիմունքով 2 տարով, որը կօգնի մեզ պայքարել այդ դեզինֆորմացիայի հոսքերից Ռուսաստանից եկող, այս ինստիտուտը սկսեց աշխատել, բայց բացի դրանից Ամերիկայում դա հասկացան, որ մեծ վտանգներ են նաև TRIP ծրագրի համար ու 2 սենատորներ Դժին Շախին եւ Տոմ Տիլիս, որոնք ներկայացնում են եւ դեմոկրատներին եւ հանրապետականներին, դիմեցին Մետային, Ալֆաբետին, որ իրանք
աջակցեն Հայաստանին, որ այս սոցցանցերի միջոցով ստեղ Ռուսաստանի ստերը չտարածվեն, դրանց դեմը առնվի։ Ու նաև ես ուզում եմ հիմա անդրադառնալ շատ կարևոր Ստիվեն Ուիտկոֆի հայտարարությանը։ Ստիվեն Ուիտկոֆը հայտարարեց, որ մենք օգնեցինք Հայաստանին, Ադրբեջանին, որ խաղաղություն հաստատվի, 6 շաբաթ աշխատեցինք, իրանք չէին կարող լուծել իրենց կոնֆլիկտը 37 տարվա մեջ, հիմա իրոք լավ հարաբերություններ ունեն, Փաշինյանը, Ալիևը նույնիսկ շատ լավ հարաբերություններ ունեն, նույնստեղ շատ է ինքը լավատես, բայց իրոք գնում է համագործակցություն Հայաստան, Ադրբեջանը ինչքան էլ բարդ չլինի, ինքը ինչ ասում, Թրամփը իրանց բերեց, հանդիպացրեց ու մենք տեսնում ենք այս դրականը։ Ստեղ ես ինչի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ դարձնել, այն փաստի վրա, որ շատ կարևոր է, որ ամերիկացիք չեն մոռանում TRIP ծրագիրը, Դոնալդ Թրամփ ուղու ծրագիրը, ամերիկացիք անընդհատ հիշեցնում են, ու այդ պատահականություն չի, իրանք գիտեն, որ Ադրբեջանը բարդ քաղաքականություն է վարում, Ադրբեջանը անում է քայլեր, որոնք կարող են քանդել այս խաղաղության օրակարգը, այո, իրանք գիտեն, որ Ադրբեջանը առանձին դեպքերում անում է ոչ adekvat քայլեր, օրինակ Ստեփանակերտի մայր տաճարը իրոք քանդվեց, իրոք դա հաստատվում է արբանյակների նկարներով, դա վատ քայլ էր Ադրբեջանի կողմից։ Գնում է process Հայաստան-Ադրբեջան, մենք ողջունում ենք դա, սկսվեց առևտուր, ինչ որ համագործակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների մակարդակով, կարծես թե նույնիսկ հրետորաբանությունը փափկացավ Ադրբեջանի կողմից, օրինակ Իլհամ Ալիևը հանդիպեց Լատվիայի նախագահի հետ ու այնտեղ բավական դրական խոսքեր ասեց այդ համագործակցության մասին, կարծես թե դրական զարգացումներ գնում են ու չգիտես ինչու, ասենք քանդվեց մեր եկեղեցին հայկական Ստեփանակերտում, ինչա որ կառուցվել է այս վերջի 30 տարվա ժամանակ, մոտավորապես 7-8 տարի առաջ, Ադրբեջանը համարում է, որ դա անօրինական կառուցված շինություն է։ Ինչ եմ ուզում ասել, ամերիկացիք գիտեն, որ բարդ են գնում ու Ստիվ Ուիտկոֆի հայտարարությունը հենց զգուշացումն է, որ մենք հիշում ենք, որ դուք պետք է գնայիք դեպի խաղաղության ճանապարհ։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, տեսում եք ինչքան ակտիվ ամեն ինչ զարգանում է, ինչքան ակտիվ ու արագ մենք պետք է ամեն ինչի արձագանքենք, նաև այդ թվում հայ-ադրբեջանական կոնտեքստում, նաև այդ թվում ուշադիր հետևենք, որ եւ եվրոպացիք, եւ ամերիկացիք անընդհատ այս թեմային անդրադառնում են։ Ստիվ Ուիտկոֆի գլխավոր դեմքի Դոնալդ Թրամփի թիմում հիշեցումը հայ-ադրբեջանական process-ի հետ հիշեցումը հենց ուղղված ոչ թե մեզ, այլ Ադրբեջանին, որ պետք է իրանց սահմաններում պահեն։ Եվրոպայի երկու պարլամենտների, Բելգիայի եւ Հոլանդիայի կներեք Նիդերլանդների, ավելի ճիշտ ասել Նիդերլանդներ, այս երկու երկրների պարլամենտների որոշումը, որտեղ որ բավական խիստ ձևակերպումներ կան Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ, նաև հայ մշակույթի ժառանգության նկատմամբ, դա զգուշացումն է, որ դու պետք է Ադրբեջանց քեզ պայես խաղի կանոնների շրջանակներում։ Ու մենք պետք է այդ ամեն ինչին հետևենք։ Այո, խաղաղության օրակարգը մեր շահերից բխում է, այո, Հայաստանը ճիշտ է անում, ինչ անում է, բայց կողքից որ աջակցում են Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը անչափ կարեւոր է մեզ համար։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։